Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, տաղավարում աշխատում է Տաթև Առաքելյանը։ Այսօր հյուրընկալել եմ Բեգլարյան հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն, հատուկ հոգեբան, վարքային թերապիստ Սիրարփի Բեգլարյանին։ Բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Հետաքրքիր զրույց ենք ունենալու, քանի որ բավականին տարածված խնդիր ենք բարձրաձայնելու, եւ դրան էլ եթե գումարենք, որ ապրիլի 2-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես աուտիզմի իրազեկման միջազգային օր, ապա այսօրվա մեր թեման ավելի քան, այսպես ասած, օրհասական ու կարևոր է, հա։ Սկսենք այնտեղից, թե ինչ է աուտիզմը։ Հիվանդություն, թե առանձնահատկություն։ Նախքան որևէ սահմանում տալը կցանկանամ եւս մեկ անգամ խոսել այն մասին, որ աուտիզմը դա հիվանդություն չէ։ Աուտիզմը զարգացման նյարդաբանական առանձնահատկություն է, որը աուտիզմ ունեցող անձի մոտ ձևավորում է աշխարհընկալման իր ուղին, այսինքն այդ անձին աշխարհը տեսնում, զգում, հասկանում են յուրովի։ Եվ այդ աշխարհում այո ունենք շատ դժվարություններ եւ հաղորդակցման եւ սոցիալական փոխազդեցության, ինչպես նաեւ վարքային դրսեւորումների եւ մի շարք այլ խնդիրների։ Սակայն այլ է, երբ որ մենք հասարակությունը, ծնողները, որքանով կկարողանանք ընկղվել այդ յուրահատուկ աշխարհ եւ ընդունել, աջակցել, սիրել այդ առանձնահատուկ բալիկներին, այստեղ է ամբողջ խնդիրը։ Դերևս կարծում եմ հենց այստեղից էլ սկսվում են բոլոր խնդիրները, նաև հաջողությունները, թե նայած թե ինչ տեսանկյունից ենք մենք նայում։ Ուզում եմ առողջ արձագանքի մասին խոսենք։ Ինչպես պետք է ծնողը, հատկապես մայրիկը, արձագանքի այս ախտորոշմանը, որպեսզի կարողանա հեշտացնել եւ արդյունավետ դարձնել այն անցնող, ապագայում անցնող ուղին, որ պիտի անցնի մասնագետի հետ, այդ եռանկյունին, հա, ծնող, երեխա եւ մասնագետ։ Իրականում, այո, երբ որ առաջին անգամ ծնողը լսում է, որ ձեր բալիկը ունի աուտիզմ, այդ իսկ վարքյանից ծնողի կյանքը վերափոխվում է, ծնողի աշխարհը այլ կերպ է դառնում։ Իրականում ծնողները առաջինը, որ այդ պահին կարողանում են իրենց այսպես, հա, vocation-չել կամ չգիտեմ, ինչ որ ձևով փարատել, որ միգուցե սխալվել են, միգուցե ճիշտ չեն հասկացել իրենց բալիկին, եւ այդ ժխտողականությունը, մերժողականությունը մի փոքր դժվարեցնում է եւ ծնողի եւ երեխայի կյանքը։ Բայց իրականում այդ հոգեվիճակը նորմալ է, քանի որ ինքներս էլ հասկանում ենք, որ ծնողը չի պատկերացնում աուտիզմ իրենից ինչ է ներկայացնում այդ պահին։ Միայն գիտի, որ խնդիր ունենք։ Եվ այս պահից սկսված շատ կարևոր է, որ ծնողը երկար ժամանակ չգտնվի այդ հոգեվիճակում, շատ արագ վերադառնա առօրյա կյանք եւ սկսի հասկանալ որտեղից սկսի եւ ինչպես օգնի իր բալիկին։ Իրականում ես ինքս հանդիպել եմ եւ այն ծնողներին, ովքեր նոր են իմացել խնդրի մասին, եւ այն ծնողներին, ովքեր երկար ժամանակ պայքարել եւ այդ հոգեվիճակում են եղել, այն ծնողները, որ նոր են իմանում եւ ինձ հետ հանդիպում են ունենում, հնարավորինս կարճ ժամանակում մենք այդ հոգեվիճակից դուրս ենք գալիս եւ ստապ դատում ենք, թե որտեղից սկսենք, ում դիմենք եւ ինչ աջակցություն ստանա բալիկը, որպիսի աշխատանքը արդյունավետ լինի եւ երեխայի զարգացումը գնա առաջ։ Ճիշտ եմ հասկանում, որ առաջին աշխատանքը, այսպես ասած, սկսվում է ծնողի հետ։ Իհարկե շատ կարեւոր է, քանի որ ծնողը ունենում է մերժողականություն, այսինքն խնդիրը չի ընդունում, շատ դժվար է լինում աշխատանքը, անգամ եթե իրականում տեղի ունենա գրագետ ճիշտ ընթացք, մեկ է արդյունավետությունը տեսանելի չի լինում, քանի որ ծնողը չի ընդունում։ Այն վարքյանից, երբ որ ընդունում է, արդյունավետությունը կրկնապատկվում է։ Դեստեղ նաև կարևոր է, թե մասնագետը ինչպես է արտահայտվում, ինչպես է հայտնում լուրը, սրանից նաև շատ բան է կախված ու հետագայում նաև մասնագետ եւ ծնող, մասնագետ երեխա հարաբերություններն են կառուցվում հենց այդ առաջին հանդիպումից հետո։ Ձեր ռադիոլսողներ, ուզում եմ տեղեկացնել, որ եթե կան հարցեր, որոնք մենք չենք հասցնի բարձրաձայնել այս հաղորդման ընթացքում, դրանք կարող եք ուղղել զանգահարելով 077 92 68 68 հեռախոսահամարով։ Նաև ուզում եմ տեղեկացնել, որ կենտրոնը գործում է Անդրանիկի 10 կոտորակ 3 հասցեում։ Ես ուզում եմ նաև պատմեք ձեր ու աուտիզմի հանդիպման մասին, որովհետև սա 3 չէր, որ եղել է, ու նաև հետաքրքիր պատմություն ու հետաքրքիր ընթացք է ունեցել, որից հետո էլ կարծես թե վճռական ու կարևոր որոշում եք կայացրել։
Այո, իմ եւ աուտիզմի հանդիպումը իրականում սկսվել է դեռ տարիներ առաջ, բայց եկեք այստեղ խոսեմ այն մասին, որ մինչ հանդիպումը աուտիզմի հետ մենք ունենում ենք մասնագետներս գիտելիքներ, տեսական, թե ինչ է աուտիզմը, աուտիզմի խնդիրները, ինչպես պետք է աշխատենք, ինչ նպատակներ պետք է դնենք, սակայն դա լրիվ այլ է, իսկ իրականում հանդիպումը աուտիզմ ունեցող անձի հետ լրիվ այլ աշխարհ է։ Փորձեմ հիշել հենց առաջին հանդիպումս, երբ առաջին անգամ հանդիպեցի աուտիզմ ունեցող երեխայի հետ, գտնվեցի նույն սենյակում իր հետ, անկեղծ խոստովանեմ, որ ինձ համար շատ դժվար էր եւ բարդ էր, քանի որ թվում էր, թե ես ինքս մենախոսությամբ եմ այդտեղ զբաղված եւ փոխադարձ ձայն չեմ լսում, հակառակ կողմից ձայներ չեմ լսում, արձագանք չկա։ Սակայն հավատացնում եմ ձեզ, հենց այդ լրությունը ինձ որոշիչ եղավ եւ այդ վայրկյանից սկսված ես հասկացա իրենց ներքին խոսքը եւ սկսեցի իմ աշխատանքային մոտեցումները, խաղային տեխնիկաները կիրառել, որպեսզի ես իրեն հասկանամ, ինքը ինձ։ Եվ հենց այդ լրության շնորհիվ է, որ ես այս պահին էլ այս տարիների ընթացքում էլ ունեցել եմ այն տեխնիկաները, այն տեսլականը, այն մեթոդները, որ իրենք են ինձ տվել։ Իրենց շնորհիվ ունեմ այն հաղթանակները, այն հաջողությունները, որոնք որ մենք մեկտեղված ենք, տոնում, հաղթանակում եւ երջանկանում։ Բացի այն սերը, որ տալիս են իրենք, որովհետև չքննարկվող է, թե ինչքան սեր կա այս երեխաների մեջ եւ որքան անկեղծ են նրանք եւ որքան մաքուր են։ Բացի սրանից, ել ինչ սովորեցրեց ձեզ աուտիզմը, ինչ փոխեց ձեր կյանքում, ձեր աշխատելավոճում, ձեր սկզբունքներում, ինչու ոչ։ Իմ կյանքում փոխվեց այն, որ ես դա սովորեցի համբերատարություն ձեռք բերել, շատ մեծ համբերատարություն եւ անձի նկատմամբ եւ աշխարհի նկատմամբ եւ յուրաքանչյուր խնդրի նկատմամբ սովորեցրեց յուրաքանչյուր փոքր քայլը տոնել մեծ տոնախմբությամբ, որովհետեւ ինձ սպասում է նաեւ մեծ հաղթանակ, այսինքն յուրաքանչյուր փոքր քայլ պետք է գնահատել, երջանկանալ յուրովի, որովհետեւ դրանով է պայմանավորված հետագան։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ամբողջ ընթացքը, հետագա արդյունքը, տեխնիկաները, օգտագործված մեթոդները, բոլորը կարծես թե ավելի շատ երեխան է որոշում, ինքն է թելադրում այն ճանապարհային քարտեզը, որով պիտի անցնեք։ Այո, ես անդրադարձա, որ երբ որ առաջին անգամ հանդիպել էի աուտիզմ ունեցող երեխային, հենց իր լրությունը ինձ տվեց այդ հնարավորությունը, որպեսզի հասկանամ, լավ, ես ինչ պետք է անեմ, որպեսզի կարողանամ իր ներաշխարհ թափանցել եւ օգնել, աջակցել։ Առաջինը իրականում սերն է, ջերմությունը, ժպիտը, որ ինքը զգում է։ Այո, հավատացնում եմ այն պահից, երբ որ իրենք զգում են այդ ամենը, իրենք ունեն այդ ներուժը զարգանալու, սովորելու, առաջ գնալու, իրենց զարգանալու ճանապարհին ունենալու իրենց անհատականությունը հասարակության մեջ։ Եվ յուրաքանչյուրի հետ տարբեր ու ավելի յուրահատուկ է, չէ՞, աշխատանքը։ Այո, յուրաքանչյուրը յուրովի է։ Աուտիզմ բառը լսում ենք մեկն է, տպավորությունը, որ պետք է բոլորի մոտ նույն ախտորոշումն է, նույնանման խնդիր լինի, բայց ոչ, չկա նմանատիպ մեկ բալիկ, որ մենք նմանեցնենք, ասենք այ իր մոտ այս խնդիրը կամ այս վարքը այսպիսին էր, իրեն մոտ էլ այսպիսին։ Դրանով է երևի թե բարթանում մայրիկի աշխատանքը կամ ընկալումը, որ իրենք տեսնում են մեկ երեխայի, համեմատում իրենց երեխայի հետ, եթե նույնը չէ, ուրեմն չէ, մենք չենք կարող խոսել այս մասին։ Ցավալի իրականություն է, որ ես ինքս լինելով հոգեբան հաճախակի ծնողների հետ զրույց եմ ունենում եւ խնդրում եմ, որ երբեք չնմանեցնեն, երբեք իրենց երեխային օրինակ չբերեն կամ չհամեմատեն, որովհետեւ դա իրենց խանգարում է։ Դա իրենց չի թույլ տա գնալ առաջ։ Սա շատ կարեւոր է։ Հաղորդման սկզբում դուք նշեցիք, որ ամեն բան սկսվում է ընկալումից, սկսվում է ընդունումից, բայց մենք պետք է նկատենք, որ մեր հասարակությունը դեռ ամբողջությամբ չի ընդունում այս երեխաներին։ Իհարկե, սայլը տեղից շարժվում է, իհարկե ունենք լավ ու գեղեցիկ դեպքեր, պատմություններ, բայց միևնույն ժամանակ եթե կան դեռ այնպիսի իրավիճակներ, որ մենք մերժում ենք այս երեխաներին, ուրեմն պետք է բարձրաձայնենք այս մասին, հա։
Մենք այսպես ասած ծայրահեղություններ ունենք։ Մի ծայրահեղության մեջ մենք գերհոգատարությամբ, երբեմն խղճահարությամբ փորձում ենք ընդունել երեխաներին կամ ծնողներին, արդյունքում կարծես թե իրենց վիրավորում ենք։ Մյուս ծայրահեղության մեջ մենք արհամարհում ենք կամ թաքցնում ենք կամ աչքերը փակում ենք, իբրև թե չենք նկատում, եւ վերջին տարբերակը, որն ամենասարսափելին է, փորձում ենք այս երեխաներին պիտակավորել որպես անդաստիարակ ու ավելին մի բան էլ նկատողություն ենք անում կամ փորձում ենք մայրիկին ուղղություն տալ, թե ինչպես պետք է երեխային խնամի։ Այս բախումների եւ բևեռների արանքում ուզում եմ այն կարևոր լղոզված սահմանները հստակեցնենք, թե ինչպես պետք է վերաբերվենք եւ ծնողներին եւ երեխաներին, որպեսզի մաքսիմալ չնեղացնենք իրենց։ Ճիշտ նկատառում արեցիք, շատ դժվար է, քանի որ մենք գործ ունենք հասարակության իրազեկման խնդրի հետ եւ մենք մասնագետներս գրեթե ամեն օր այդ իրազեկման մեջ ենք գտնվում։ Ես ինքս փորձում եմ հնարավորինս տեղեկատվություն փոխանցել հասարակությանը, երեխաներին, մեծերին, որ ընդունեն այս բալիկներին այնպեսին, ինչպեսին որ կա։ Նմանատիպ դեպք մտաբերեցի, երբ որ մայրիկը հանրային տրանսպորտից էր օգտվել եւ ճանապարհի մի հատվածից իջեցրել էին մայրիկին, քանի որ երեխան անկանոն վարք էր դրսևորել, տարօրինակ ձայնարկումներ էր արել եւ բառից ուղիղ իմաստով եւ վարորդը եւ որոշակի հաստ վարզանգված իջեցրել էին։ Մայրիկը հուսալքված մոտեցավ ինձ եւ այդ պահին ես հասկացա, որ պետք է շատ արագ կազմակերպենք նաեւ այդպիսի աշխատանքներ, այսինքն երթուղայինում, տաքսիներում մենք իրազեկում ցուցաբերենք, ես նմանատիպ ծրագիր իրականացրել ենք, մենք ինքներս նախաձեռնել ենք երեխայի հետ անցել ենք այդ ճանապարհը եւ փառք Աստծո վերջին շրջանում նկատում եմ, որ մի փոքր հասարակության վերաբերմունքը փոխվել է աուտիզմ ունեցող կամ առհասարակ առանձնահատուկ բալիկների նկատմամբ եւ անգամ հոգատարություն ենք նկատում երբեմն։ Իհարկե բացասականները եւս շատ են, բայց որpիսի մենք օգնենք մեր մայրիկներին, պետք չէ խիստ հոգատարությամբ կամ հակառակը վերաբերմունք ցուցաբերել, քանի որ այդ մայրիկը արդեն իսկ անպաշտպան է իրեն զգում եւ եթե իր բալիկի հետ դուրս է եկել հասարակության մեջ, ուրեմն պետք է հարգենք, պետք է ընդունենք այնպեսին իրենց, ինչպեսին որ կան եւ հենց ընդունումից է կախված թե մայրիկի վերաբերմունքը, այսինքն մայրիկը կչարանա հասարակության նկատմամբ, մայրիկը այնպիսի իրավիճակ կստեղծի, որ ուրեմն ես տանից դուրս չեմ բերի իմ բալիկին, այստեղ է ամբողջ խնդիրը մեր։ Բայց երեխաները կարծես թե շատ ավելի շահեկան դիրքում են այս հարցում, քանի որ իրենք իսկապես հավասարին են վերաբերվում մինչև այն ժամանակը, երբ մայրիկը կամ ծնողը կամ մեծահասակը չի խանգարում, ասելով գործ չունես, հեռու գնա եւ այսպիսի նմանատիպ արտահայտություններով։ Մինչև այս պահը երեխաները շատ adekvat են, շատ հավասար են վերաբերվում ամեն հարցում։ Ճիշտ եք նկատել, քանի որ երեխաները զգում են, որ այդ երեխան ունի աջակցման կամ օգնության կարիք, այ մեր մեծերը կարողանում են շատ արագ մեր երեխաներին վերափոխել, զգուշ եղիր, մոտ չգնաս, չի կարելի, եւ այդ երեխան ակամայից լսելով ծնողին իրեն զերծ է պահում երեխայից եւ այստեղ ունենում ենք կրկին տարանջատումներ խնդրող բալիկի եւ նորմատիպիկ բալիկների միջեւ։ Երբ ծնողին արդեն հայտնում են, ախտորոշման մասին, մայրիկը հատկապես կանգնում է իսկապես լուրջ ընտրության առաջ, թե ինչպես կարողանա ճիշտ կենտրոն կամ ճիշտ մասնագետ ընտրել, որովհետեւ իրականում մենք այսօր ունենք շատ կենտրոններ, շատ մասնագետներ։ Եվ ճիշտ ընտրություն կատարելը կարծես թե հիմնակարն է, որովհետեւ երեխայի հետ մի ամբողջ ճանապարհ են անցնելու եւ այդ արդյունքը կախված է նաեւ մասնագետից, ինչու ոչ, չնայած մենք ասում ենք համագործակցություն է, բայց այդ համագործակցության, այսպես ասած, նավապետը մասնագետն է, Ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվել, ինչի վրա ուշադրություն դարձնել, որպեսզի կարողանանք այն լավագույն տարբերակը ընտրել։ Մինչ այս հարցին անդրադառնալը կցանկանամ նախորդին վերադառնանք ներառական կրթության մասին մի փոքր խոսեմ։ Բոլորս գիտենք, որ այդ մոդելը բավական ստացված մոդել է եւ բերվել է Հայաստան, իրականացվում է ներառական կրթություն եւ դպրոցներում եւ մանկապարտեզներում։ Սակայն ես ինքս լսելով բազմաթիվ ծնողների բողոքներ, ինչու ոչ բացասական վերաբերմունք այս կրթությանը, ես ինքս էլ իմ հետազոտությունն եմ իրականացրել եւ
Դա էլ է որոշակիորեն ճիշտ է նպաստել մեր հասարակության իրազեկմանը կամ մեր հասարակության ընդունմանը, սակայն կան շատ բացեր, կրթական բացեր, որը որ շատ խանգարում է, որպեսզի ունենանք լիարժեք ներառական կրթություն, քանի որ այնտեղ մենք եւ մասնագիտական վերապատրաստումների մասով ունենք բացեր եւ աջակցող մասնագետների բացերն ունենք եւ այդ ամենը շատ խանգարում են, որպեսզի մեր երեխաները լիարժեք ներառվեն այդ դպրոցներում կամ մանկապարտեզներում եւ ունենան տիպիկ աջակցություն։ Այստեղ շատ խնդիր ունենք եւ դրանով իսկ պայմանավորված շատ ծնողներ հուսահատված դիմում են այնպիսի զարգացման կենտրոնների կամ աջակցման կենտրոնների, որտեղ որ իրենց ավելի լսելի, ավելի ապահով են զգում իրենց բալիկը, մտածում են, որ հենց այնտեղ կստանան այն գիտելիքները, այն աջակցությունը, որտեղ որ հենց իրենց բալիկին կհասկանան։ Եվ արդեն կարծես թե տրամաբանական շարունակությունն է նախորդ հարցից այս դեպքում ինչպես ընտրել հենց այդ կենտրոնը, որը որ պետք է իրենց։ Իրականում Հայաստանում շատ կան նմանատիպ զարգացման կենտրոններ եւ համացանցը շատ հարուստ է այն ինֆորմացիա, որ ծնողը կարող է լսել, տեսնել եւ ինքնական որոշել արդյոք այդ կենտրոնը այն կենտրոնն է, որտեղ իր բալիկը ապահով կլինի եւ կստանա այն տիպիկ աջակցությունը, որը համապատասխանելու է իր բալիկի խնդրին։ Եվ տարիներ շարունակ աշխատելով այս ոլորտում, ես ինքս ունեցել եմ իմ տեսլականը, որի հիման վրա էլ իմ երազանքն է ստեղծել հենց իմ կենտրոնը եւ իրականացնել այն ծրագիրը, որը ըստ ինձ շատ ճիշտ է եւ տիպիկ է մեր երեխաների եւ ծնողների համար։ Հիմա իրականացրել եմ երազանքս, ունեմ իմ կենտրոնը, ունեմ յուրահատուկ բալիկներ եւ յուրահատուկ ծնողներ, ովքեր իրենց բալիկին բերում են, թողնում են, գիտեն, որ երեխաները գտնվում են ապահով միջավայրում, ջեր միջավայրում եւ ստանում են համապատասխան աջակցություն։ 3 կարևոր սկզբունքեր կուզեմ առանձնացնեք, որոնց պետք է հատկապես ուշադիր լինենք կենտրոնը կամ մասնագետը ընտրելիս։ Շատ կարևոր է նախ նրբանկատությունը եւ ծնողի եւ երեխայի նկատմամբ սերը, գիտելիքը, աջակցությունը։ Երբ դուք խոսում եք ձեր կենտրոնի մասին եւ հատկապես երեխաների մասին, դուք կողքից դες չեք տեսնում, բայց մի յուրահատուկ փայլ է իջնում ձեր դեմքին, ժպիտ է հայտնվում ու այն ամբողջ սերն ու հոգատարությունը, որը տալիս եք այդ երեխաներին, միանգամից արտացոլվում է դեմքի վրա եւ ավելի քան այստեղ པարզ է լինում, թե որքան ավելին է քան աշխատանքը ձեզ համար այս երեխաների հետ համագործակցելը, չեմ ուզում ասեմ աշխատելը։ Իսկապես այդպես է, ես իրենց հետ իրենց առօրյայով ապրում եմ, կարծում եմ քիչ ժամանակ չէ ամեն օր 9-ից մինչև ժամը 5 աշխատել եւ ապրել այդ երեխաների հետ։ Ապրել, այո։ Ինչպես կարող է մայրիկը, ծնողը կամ հարազատը հասկանալ, որ երեխայի մոտ հնարավոր է աուտիզմ կա, որոնք են այն ախտանիշները, որոնք պետք է ուղղորդեն մայրիկին դեպի մասնագետը եւ ում հետ պիտի անցնել այդ ճանապարհը, առաջին ում պետք է դիմել։ Եթե ծնողը ուշադիր լինի, շատ սիմպտոմներ կան, որոնք հուշում են, որ երեխայի մոտ առկա է որոշակի խնդիրներ։ Դրանցից առաջնայինը հաղորդակցման դժվարությունն է, սոցիալական փոխազդեցությունն է, ինչպես նաև կրկնվող վարքագիծը։ Այսինքն երեխան անվանը չի արձագանքում, մատնացույց չի անում, կոնտակտի մեջ չի մտնում իր հասակակիցների հետ։ 1 տարի 3 ամսեկանից սկսված կարող ենք արդեն նկատել, եթե ոչ ավելի վաղ։ Մի քանի սիմպտոմներ կան, որոնք հնարավորինս հենց ակներև է երևում եւ ծնողը կարող է հասկանալ։ Առաջինը հենց անվանը արձագանքելն է, հա։ Խաղերը նույնանման իրար ետևից շարելը կամ օրինակ կրկնվող անընդհատ ծիմերը, թափահարել ձեռքը, պտտել առանցքի շուրջ եւ նմանատիպ շատ ու շատ կրկնվող վարքագծեր։ Սրանք հենց առաջին իսկ նշաններն են, որ պետք է ծնողը անհանգստանա եւ արագ դիմի օգնության մասնագետի։ Իսկ առաջին հերթին պետք է նյարդաբանի դիմել, ով լսելով մայրիկի գանգատները բնական է ուղղորդում է հոգեբուժի եւ հոգեբուժն է հասկանում արդյոք մենք ունենք աուտիզմ թե ոչ։ Այսինքն վերջնական ախտորոշումը հոգեբուժն է։ Այո, հոգեբուժն է դնում եւ դրանից հետո արդեն բազմամասնագիտական թիմը սկսում է իր աջակցությունը տվյալ երեխային։ Հարցերի հարցը աուտիզմը բուժում ունի։ Ես ինքս գտնվելով տարիներ շարունակ այս ոլորտում ուսումնասիրել եմ բազմաթիվ թեզեր եւ հավաստիացնում եմ, որ աուտիզմը չի բուժվում։
այն նյարդաբանական է, ոչ թե հիվանդություն, եւ ընդունում եմ, որ կան դեղորայքներ, շատ դեղորայքներ, որոնք օգնում են բարելավում են մեր երեխաների օրինակ նյարդային համակարգը, քնի խանգարումը, ագրեսիվ վարքը կամ այլ խնդիրներ բավական բարելավում են, այո, որն է նպաստում է, որպեսզի մեր բազմամասնագիտական աջակցությունը ավելի դրական արդյունք տա։ Բայց դեղորայքը լիարժեք չի բուժում, որ գրվում է աուտիզմը, կա դեղորայքներ, որ աուտիզմը բուժվում է, ես ինքս դեմ եմ այդ արտահայտությանը, այդ թեզը ինձ համար անընդունելի է։ Իհարկե չէի ուզի այսպես հորատեսական նոտայով ավարտենք, լինելով անուղելի լավատես մարդ, ուզում եմ հավատալ, որ որոշ ժամանակ հետո, երբ մենք կհանդիպենք, կարող ենք մեզ թույլ տալ ասել, որ օրինակ բժշկությունը այնքան է զարգացել, որ կարող ենք նաև բուժման մասին խոսել։ Ես ուզում եմ հավատալ սրան, բայց մինչև սա ամենակարևորը ուզում եմ բոլորիս համար, լինի որպես մեսիջ այսօրվա մեր հաղորդման եւ հանդիպման, որ այս երեխաները հիվանդ չեն, այս երեխաները պարզապես տարբեր են եւ սա էլ դեռ հարցի մյուս կողմն է, նրանց աշխարհն է ավելի լավը, ավելի բարի, ավելի գեղեցիկ թե մերը։ Իհարկե սրան էլ ժամանակը պատասխան կտա, բայց միակ բանը, որ կարող ենք հիմա անել, ուղղակի իրենց շատ սիրել, շատ սիրել։ Այո, համակարծիք եմ, քանի որ իրենց միայն դա է պետք, երբ որ մենք սիրում ենք, հավատացեք, որ դրա հետ մեկտեղված է ընդունումը, աջակցումը եւ իրենց անհատականության ձևավորումը։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ զրուցակիցս Բեգլարյան հոգեբանական ծառայությունների տնօրեն, հատուկ հոգեբան, վարքային թերապիստ ու մեզ համար նաև արդեն ցանկալի եւ գեղեցիկ Հյուր Սիրարփի Բեգլարյանը։ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ վերջինիս հետ կապ հաստատելու համար գործում է 077 92 68 68 հեռախոսահամարը, իսկ կենտրոնը գործում է Անդրանիկի 10 կոտորակի 3 հասցեում։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, հաջողություն։